ասցենդենտով, լուսնով եւ արևով կարիճի համաստեղության տակ ծնվածներ հավաքվեք երևի թե ամբողջ այս ժամանակահատվածում մտածել եք թե ինչու է ձեզ համար նմանատիպ բարդ իրավիճակ ժամանակաշրջանը կարծես թե ձեր ցանկություններին եւ գործողություններին համարժեք չի գնում ունեք որոշակի խնդիրներ հատկապես Յուպիտեր մոլորակի հետ կապված եւ իսկ Յուպիտեր մոլորակը երեխաների ցուցանիշն է, գումարի ցուցանիշն է, կանանց համար ամուսնու ցուցանիշն է եւ դուք մտածում եք թե ինչպես հաղթահարեք այդ դժվարությունները ասեմ, որ քիչ ժամանակ է մնացել, շատ շուտով դուք այդ կավարտեք, ամբողջ այս ժամանակահատվածում մայիսի 14-ից մինչև հոկտեմբերի 18-ը, հետո դեկտեմբերի 6-ից մինչև այս տարվա հունիսի 1-ը Յուպիտերը գտնվել է եւ գտնվելու է 8-րդ տանը, առաջացնելու ձեզ համար բավականին ճգնաժամային խնդիրներ, բայց գիտեք այն մարդիկ, ովքեր զբաղվում են գաղտնի գիտելիքների ուսումնասիրությամբ, ինչպես օրինակ աստղաբանությունն է, զբաղվում են փիլիսոփայության խորքային արժեքների բացահայտմամբ եւ վերաարժևորմամբ իրենց ողջ ունեցածը նրանց համար այնքան էլ վատ ժամանակաշրջան չէ։ Եթե դուք ապրում եք ամբողջովին կենցաղով պայքարելով նյութը ստեղծելու համար, բնականաբար ձեզ համար շատ ծանր ժամանակաշրջան է։ Մինչև որ Յուպիտերը կբարձրանա խեցգետնի համաստեղություն։ Իսկ այն կլինի հունիսի 1-ից խեցգետնի համաստեղության մեջ միանգամից ոնց որ գիշերը կփոխվի ցերեկի, միանգամից կբացվի ձեր հաջողությունը եւ նրանից հետո արդեն վերելքը կգնա, որովհետև Յուպիտերը շարունակելու իր ճանապարհը աշխատանքի տարածքով, հետո հետ է դառնալու նորից այս բարենպաստ տարածքը, մի խոսքով արդեն դրանից հետո դուք վերելք եք ունենալու։ Սիրելի կարիճի համաստեղության տակ ծնվածներ, ձեզ համար տարին դժվար էր նաև նրանով, որ դուք ոչ մի կերպ ներդրումներ չէիք կարողանում անել, որտեղ 25 թվականի ապրիլից Սատուրն մոլորակը տեղափոխվել էր ձեր 5-րդ տուն, այն մարդիկ, ովքեր ուզում են երեխա ունենալ մինչև 27 թվականի հունիսի 1-ը նույնպես չեն կարողանալու երեխա ունենալ, որովհետև Սատուրնը արգելակում է, սահմանափակում է, դանդաղեցնում է պրոցեսները եւ խոչընդոտներ է առաջացնում։ Շնորհակալություն, ձեզ հետ է Սոնա Հակոբյանը, հաջորդը մյուս հոլովակում։